Բարև ձեզ հարգելիներս, Բաց TV-ի եթերում ժամանակն է խոսել հաղորդաշարն է։ Այս պահին տաղավարում մեծ սիրով հյուրընկալում ենք սահմանադրագետ Գոհար Մելոյանին, ով Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ է։ Բարև ձեզ Տիկին Մելոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ բազմազբաղության մեջ ժամանակ գտաք մեզ համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Մելոյան, դուք սահմանադրության մասնագետ եք։ Այս իշխանությունը պնդում է, որ այս գործող սահմանադրության շրջանակում հնարավոր չէ, որ տրամաբանական լինի Սամվել Կարապետյանի ընտրությունը որպես վարչապետ։ Դուք դեմ եք արտահայտվում, Ուժեղ Հայաստանը նկատի ունեմ, դեմ է արտահայտվում սահմանադրական այն փոփոխություններին, որոնց մասին խոսվում է ՔՊ-ի շուրթերից։ Այո։ Նախ ձեր տեսլականով ինչպես պիտի Սամվել Կարապետյանը ընտրվի եւ ինչ փոփոխություններ կառաջարկի Ուժեղ Հայաստանը արդեն սահմանադրական բարեփոխումների շրջանակում։ Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, այսպես սկսեմ, մենք առաջարկում ենք մի փոքր տեխնիկական փոփոխություն, որպեսզի կանխարգելենք Ալիևի Հակով սահմանադրության կարման process-ը։ Մենք չենք երգում, որ Սամվել Կարապետյանը չի համապատասխանում սահմանադրությամբ նախատեսված ցենզերին։ Ըստ մեր այսօր գործող սահմանադրության, այո, Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող է հանդիսանալ падգամավորի համար նախատեսված պայմաններին բավարարող անձը։ Դա է 25 տարին լրացած, վերջին 4 տարում մշտապես Հայաստանի Հանրապետություն բնակվող, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։ Բայց մենք խաղի կանոն ենք փոխել որպես քաղաքական ուժ։ Այնքան ազնիվ ենք մեր ընտրողի քաղաքացու հետ, որ փետրվարի 12-ին մեր հիմնական շնորհանդեսին, Ուժեղ Հայաստան կուսակցության, ի սկզբանե ասեցինք երկու բան։ Առաջին, որ մեր քաղաքական ուժի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ու դա պատահական չի եղել, որովհետև բոլոր սոցիալական չափիչներով հանրային պահանջ է մեր համակիրների համար, որպեսզի Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնա Սամվել Կարապետյանը։ Եվ քանի որ կար այդ հանրային պահանջը, մենք փորձեցինք դրան լուծում գտնել։ Ու լուծումը ինքնուրույն չգտանք, չշրջանցեցինք, չմանիպուլացրինք, ընտրություն լիներ, ի վերջո ինչ-որ բան առաջարկենք։ Գնացել ենք բավական երկարաժամկետ քննարկումներ ենք արել ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ, միջազգային մասնագետների հետ։ Եվ եկանք այն պարզ հեշտ լուծման, որը օրինակ ինձ համար որպես սահմանադրագետ գործընկերներից համար առկա էր արդեն։ Սահմանադրությունը տեսեք, 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում հնարավորություն է տալի ի տարբերություն նախկինի ոչ միայն հանրակրվեով փոփոխել, այսինքն դնել համընդհանուր քվեարկության քաղաքացիների կողմից, այլև մի խումբ հոդվածներ կան, որոնք հնարավոր է փոփոխել ազգային ժողովի կողմից։ Դրանցից է օրինակ 148-րդ հոդվածը, որը ասում է, որ կառավարության անդամի վրա տարածում է падգամավորի համար նախատեսված պահանջները։ Այսինքն ով է կառավարության անդամը, կառավարության անդամը վարչապետը, փոխվարչապետը, նախարարը։ Մենք ասում ենք հարգելի ու տեսեք, այդ падգամավորի պահանջները նախատեսող հոդվածը օրինակ ազգային ժողովը փոփոխելի չէ։ Դա հնարավոր է փոփոխել միայն հանրակրվեով։ Ինչու՞։ Որովհետև խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում падգամավորը առաջնային մանդատ կրող պաշտոնյա է, ինքն է ժողովրդի ներկայացուցիչը, բայց գործադիր իշխանության ներկայացուցիչները արդեն նշանակվում են իր կողմից։ Հետևաբար սա արդեն տեխնիկական փոքր հոդված է, որը կարելի է ազգային ժողովի կողմից մեծամասնությամբ փոփոխել։ Հիմա մենք ասում ենք ըստ էության, տեսեք ինչ է կատարվում։ Ուժեղ Հայաստանը այս ազգային ժողովի կողմից փոփոխելի տեխնիկական հոդվածը դնում է հանրակրվեի։ Մենք էլի ժողովրդին ենք հարցնում, ասում ենք ժողովուրդ, եթե դուք համաձայն եք, որ Սամվել Կարապետյանը դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետը, դուք մեզ ասում եք այո, ձեր քվեն եք տալիս, մեզ լիազորում եք, որպեսզի մենք հենց խորհրդարանը ձևավորվի, անմիջապես այդ ընթացքում տեխնիկական հարցերը լուծելուց հետո բերենք նախագիծը հանրակրվեի։ Մենք ասեմ ավելին, մայիսի 8-ին սկսելու է պաշտոնապես նախընտրական քարոզչությունը, մայիսի 8-ից հետո ներկայացնելու ենք այդ նախագիծը։ Փոքր նախագիծ է ազգային ժողովի 148-րդ հոդվածը սահմանադրության փոփոխելու վերաբերյալ։ Ասեմ ավելին, նաև միջազգային մակարդակի փորձագետներ են տվել եզրակացություն, որ այստեղ որևէ հակասահմանադրականության խնդիր չկա, այնպես որ մենք չենք երգում, որ կա խնդիր Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու, բայց մենք պնդում ենք, որ մանիպուլյացիա է, որ դա լուծելի չէ, ու մենք այդ լուծումը
հարցրել ենք մեր քաղաքացուն։ Հիմա մեր առաջնային նպատակն է, որ նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի վրա որևէ թելադրանք չլինի։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեի նկատմամբ որևէ միջամտություն չլինի։ Երրորդ, ապահովենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն, կարծիքը, վստահությունը տեղ հասնի։ Ու երեք ստեկ այս իշխանությունը փորձում է խոչընդոտել, որովհետև իրենք տեսնում են, որ անկումային վիճակում են։ Երեկվա Գյումրու հավաքը վառ ապացույց, հա, ինչ տեղի ունեցավ, համերգ էր, մենք տեսանք, հա, իր քանակությամբ, իրենց վարքագծով ու գյումրեցին, թասիբով գյումրեցին իր վերաբերմունքը արտահայտեց։ Այո, սա այն ոչն էր, որը եկավ ի պատասխան Գյումրու նկատմամբ միջամտությունների։ Ու համապետական է այդ ոչը գալու, որովհետև քաղաքացիների նկատմամբ այդ վարչական ռեսուրսների կիրառումը, նույն մեր համակիրների, մեր քաղաքական ուժի նկատմամբ։ Սկսած կանանցից ու բնավ այստեղ սեռը չի, որ շահարկում ենք։ Այստեղ այդ աստիճանը, հա, միջամտության ինչ անհեթեթ իրավական հիմքերի բացակայության պայմաններում փորձում են արհեստական պատկեր ստեղծել։ Մենք այն քաղաքական ուժն ենք, որ եկել ենք բարեկրթության նորմերի շրջանակով։ Այո, մեր համակարգող առաջնորդ Նարեկ Կարապետյանը ի սկզբանե դեռևս մեր ձևով շարժումից տվեց նոր չափորոշիչ քաղաքական միջավայրում։ Խոսել բարեկիրթ, լինել բարեկիրթ։ Ու մարդիկ կարոտ են այդ բարեկրթությանը, որովհետև այսօր Հայաստանում իշխում է մի քաղաքական ուժ, որ ազգային ժողովի բարձր ամբիոնից, պետական մարմինների բարձր ատյաններից իրեն թույլ է տալիս ամենածայրաստիճան փողոցային բառամթերքը։ Իրենք այդ բառամթերքով ոչ թե հակառակորդին, ընդդիմախոսին են վիրավորում, իրենք ընդհանրապես քար են նետում դեպի մեր պետության հենասյուներ, վերացնում են մեր հասարակության բարեկրթությունը, այդ բաժանարար գծեր են տանում, հա, սև ու սպիտակ են դարձնում։ Մենք գալիս ենք տեսլականով, այո, լինել բարեկիրթ, վերացնել այդ բաժանարար գծերը, գալիս ենք միասնականության, համերաշխության օրակարգով, որ ի վերջո այս մի բուր դարձած ազգով մեզ վերգտնենք, ուղենք թիկունքներս, որովհետև դրա կարիքը օրհասական է, ու ունենանք ուժեղ Հայաստան։ Սահմանադրական բարեփոխումները սպասվում են ձեզ ընտրությունից հետո։ Մենք որոշակիորեն անդրադարձել ենք սահմանադրական բարեփոխումներին, բայց սա դեռևս վերջնական մեր քաղաքական ուժի դիրքորոշումը չի, բայց այսպիսին է պատկերը։ Այս սահմանադրական բարեփոխումն է, որը քավլիցի է այս քաղաքական ուժը, ինչ եկել է իշխանության օրակարգում ունեցել է։ Իրենք 18 թվականից խոսել են սահմանադրական բարեփոխումների մասին, բայց միայն 24 թվականի Ալիևի հրապարակային պահանջից հետո Նիկոլ Փաշինյանը օրակարգ դարձրեց նոր սահմանադրության ընդունումը, որն է տարբերությունը։ Եթե սահմանադրական փոփոխությունը կարող են տեխնիկապես նոր խմբագրությամբ շարադրել սահմանադրությունը, կաշկանդված էին անփոփոխելի դրույթներ փոխելով։ Դա սահմանության նախաբաններ, առաջի, երկրորդ, երրորդ հոդվածներ։ Եվ որ իրանք դարձում են օրակարգ նոր սահմանադրության ընդունումը, նշանակում է ուզում են անփոփոխելի դրույթները փոխել։ Իսկ Ալիևը պահանջում է մեր սահմանության նախաբանից հրաժարվել հղումից անկախության հռչակագրին։ Ու այո, իրենք դա օրակարգ դարձրել, չեմ խոսում են խախտումները, որ իրենք ունեն վարչապետի որոշում, իրավական ակտ է, ժամկետներ են բազմաթիվ անգամ վառել, արդեն 2 անգամ ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովուրդ խորհուրդ ունեն։ Իրենք այն հիմնական սկզբունքները, որ Վենետիկի հանձնաժողովն էլ է, հա, տալիս, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, ներառականությունը, մեր պետության պատմության մեջ Հայաստանի Հանրապետության սենց փակ, ոչ հասանելի, թափանցիկությունից զուրկ, ոչ հաշվետու, մենք սահմանադրական գործընթաց, սահմանադրական բարեփոխումների գործընթաց երբեք չենք ունեցել։ Իրենք անգամ արձանագրենք ներողություն, անգամ գեթ մեկ հոդված թղթին տրված չեն փոխանցել, ինչ են անում, բացի այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ նախաբանից հանելու են հղումը առ անկախության հռչակագիր։ Իսկ անկախության հռչակագիրը մեր պետության ծննդյան վկայականն է։ Խաղարկել անկախության հռչակագիրը նշանակում է խաղարկել մեր պետության ճակատագիրը, մեր պետականության իրավական հիմքը։ Տիկին Մելոյան,
Այո, համաձայն եմ 18 թվականից սկսած խոսում էին այն մասին այս իշխանությունները, որ այս գործող սահմանադրությունը կարվել էր Սերժ Սարգսյանի համար որպես կոստյում եւ պիտի բարեփոխվի, պիտի փոփոխության ենթարկվի։ Հիմա մեր ձևով համաձայն է հաշտ է այս գործող սահմանադրության հետ, թե համարում է, որ պիտի փոխվի, որովհետև ժողովրդի մեջ կա պահանջ սահմանադրության, կարծես թե կա պահանջ բարեփոխման այն նպատակով, որպեսզի իրապես լինի իշխանությունների տարանջատում, հավասարակշռություն եւ այլն, այսուհանդերձ կարծես այդ քողի տակ անցնում է հենց հռչակագրի նախաբանի այդ հղումը եւ այլն։ Հիմա ինչ դիրքորոշում ունի այս հարցի նկատմամբ մեր ձևով։ Տեսեք, կրկին ընդգծեմ, վերջնական պաշտոնական դիրքորոշումը չէ, սա նաև որպես թիմի մի մաս եւ սահմանադրագետ իմ դիրքորոշումն է, որը որոշակիորեն քննարկել ենք։ Մեր քաղաքական ուժեղ Հայաստանը այս պայդրությամբ չունի տեսլական, որ քաղաքական իշխանության գալուց հետո անմիջապես սահմանադրական բարեփոխումներ են իրականացնելու։ Ինչու՞։ Որովհետև մենք բոլորս կարծում եմ դուք եք կկիսեք, որ ճգնաժամային իրավիճակում ենք։ Ոչ թե մենք այսօրվա դրությամբ խնդիր ունենք իշխանությունների տարանջատման, իշխանությունների զսպման ու հակակշռման սկզբունքի թերի ըստ էության ամրագրման հետ, սահմանադրության մեջ արտացոլման հետ, թղթին տրված լինելու հետ, այլ մենք խնդիր ունենք, որ բավականին առողջ, բավականին որակյալ օրենսդրություն ունենք, ու ասեմ ավելին, հա, այս սահմանադրական բարեփոխումներով մեր սահմանության մարդու իրավունքների նվիրված գլուխը օրինակ Եվրոպայի լավագույն օրինակներից մեկն է համարվում։ Մենք խնդիր ունենք, որ այդ թղթին տրված սևը սպիտակի վրա գրված նորմերը ուղղակի շրջանցվում ու չեն կատարվում։ Ու ոչ միայն շրջանցվում ու չեն կատարվում, այլև խախտվում են։ Ու արդեն ճգնաժամը կայանում է նրանում, որ օրինակ վարչապետը կարող է ներեկեղեցական կյանքին միջամտել, ինչը արգելված է օրենքով, սահմանադրությամբ, որովհետև ասում է պետությունն ու եկեղեցին անջատ են։ Ավելին կա օրինականության սկզբունք, որ ասում է բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական մարմինները իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց իրենց լիազորել է սահմանադրությունը եւ օրենքները, այսինքն ի տարբերություն ինձ եւ ձեզ, քաղաքացիների, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, իրենք կաշկանդված են անելու միայն այն գործողությունները, որ իրենք օրենքը գրել է, այսինքն 1, 2, 3, 4, 5 չկա եւ այլն, այդ 5-ի շրջանակում պետք է մնան։ Հիմա իրանք խախտում են ու վրա չի հասնում պատասխանատվություն, որը կա։ Օրինակ այդ պարագայում գլխավոր դատախազը պետք է գործ հարուցի, վարչապետի լիազորությունը պետք է կասեցվի կամ դադարեցվի։ Երբ որ ոչինչ տեղի չի ունենում, սա կոչվում է սահմանադրաիրավական ու քաղաքական ճգնաժամ։ Այդտեղ է մեր խնդիրը։ Ուստիև մենք դեռևս, երբ որ սահմանադրություն ես փոխում, հիմնարար փաստաթուղթի փոփոխություն ես անում, ինքը ճգնաժամային իրավիճակներում ցանկալի չէ, ինքը ենթադրում է երկրում կայուն իրավիճակ։ Կայունությունն է հիմքը, հա, այդ հիմնական փոփոխությունները։ Չեք կարծում, որ այս ամենը սուպեր վարչապետության արտացոլումն է եւ եթե անձը փոխվեց, իրավիճակը չի փոխվելու։ Ասենք ձեր դեպքում Սամվել Կարապետյանը չի գալիս վարչապետ լինում եւ մեկ այլ անձ է լինում։ Նույն սուպեր վարչապետությունը չի լինելու իր ձեռքում եւ կրկին մենք կախված ենք լինելու պետության բազգովի մի մարդու ցանկություններից։ Ես կրկին ընդգծեմ, այստեղ ոչ թե խնդիրը այսպես կոչված սուպեր վարչապետության մեջ է, այլ խնդիրը նրա մեջ է, որ պաշտոնատար անձը իրեն թույլ է տալի անգամ այդ պայմաններում, որ վարչապետին բավական լայն լիազորություններ է տրված, շրջանցել այդ անգամ այդ լիազորությունները։ Եթե դատախազը օրինակի համար պիտի ընդդեմ արտահայտվեր, բայց դատախազը ընտրված է իր թիմակիցների միջոցով։ Կապ չունի նորմալ դասական իրավական ժողով։ Ինչպես եք կարծում հնարավոր լինելու է։ Ես կարծում եմ, օրինակ մեր քաղաքական ուժը հենց դրան է տենչում, որ ի վերջո այս երկրում այդ գրված նորմերը սկսեն գործել։ Ի վերջո իրավունքի գերակայություն ունի, ոչ թե գա մեկ անձը որոշի բոլորի ճակատագիրը, այլ երկրի պետական մարմինները, իշխանության թևերը գործեն, տեսեք մենք ինչ իրավիճակի ենք հանգրվանել։ Այստեղ տեսեք ամենաշատը այդ խորհրդարանական կառավարման ձևը քննադատած անձանցից մեկը վառ ընդդիմադիր գործիչ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերաճելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասաց բավականին հաջող ձևաչափ է եւ մենք չենք պատրաստում հրաժարվել դրանից։ Մեր խնդիրը տեսեք ինչու՞մ է։ Մենք գիտակցում ենք այդ թերացումը, բայց օրինակ խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետության,
ամենակարևոր դրույթը, որ մեր սահմանության մեջ ամրագրված է, այն է, որ պարլամենտը, խորհրդարանը, ազգային ժողովը մեր դեպքում վերահսկում է գործադիր իշխանությանը։ Իսկ այսօր գործադիր պարլամենտը մեր ազգային ժողովը վերածվել գործադիր իշխանության կամակատարի։ Սա իշխանության երկու թևերի միասնություն է, ու սա ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ։ Միանշանակ մեծամասնություն են, իրենք ընտրել են իրենց թիմակիցներին, պիտի ջան ասեն, ջան լսեն, տրամաբանությունը սա է։ Հենց իրավական պետության տրամաբանությունն էլ այն է, ու ես համոզված եմ, որ մեր առաջնորդը իրեն կաշկանդելու է այդ գրված նորմերով, որ միանձնյա կառավարումից հրաժարվենք, հա, որ մերիտոկրատիա, տեխնոկրատիա լինի, կան փորձառու, հետագիծ ունեցող տեխնոկրատիայի մասին պարզապես երազում ենք, բայց տեսնենք։ Գոնե նպատակ կա, ու ես համոզված եմ, որ մեր առաջնորդը, տեսեք, այն մարդն է, որ ինքը ամեն ինչ ունի, հա, մենակ սա լրացուցիչ բեր, ծանրաբեռնվածություն է։ Ես կարծում եմ մեր բոլորիս համար անգամ մեծ պատիվ, որ մենք մտել ենք այս բերի տակ, որովհետև զոհասեղանին մեր ինքնությունն է, մեր արժեքներն են, ու չի կարող հայրենասեր մարդը չէր կարող, հա, անմասն մնալ այս պայքարից, երբ վերջին ինքնությունը պաշտպանող ինստիտուտներ հարվածի տակ։ Ու այո, այստեղ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանենք փորձեն սլաքները տանել հոգևոր հայրերի վրա, ինչքան են փորձեն արդարանալ այս պայքարում, այնուամենայնիվ բոլորս քաջ գիտակցում ենք, որ թիրախավորելով եկեղեցում, թիրախավորում են եկեղեցու հիմնական առանցքային նպատակներից մեկը՝ հայի ինքնության պաշտպանությունը, ու չի կարող Սամվել Կարապետյանի մասշտաբի հայը անմասն մնար այս գործընթացից։ Եկել է մարդը, վահանը վերցրել է, մենք է պատիվ ունենք իր հետևից այդ վահանը բարձր պահելու։ Ու վերջնարդյունքը ինչն է, հա, իշխանության տենչանքն է։ Բնավ այս պարագայում անգամ ծիծաղելի է։ Մենք հասկանում ենք, թե ինչ բեռա այդ իշխանության գալը, այդ ինչ ծանր աշխատանք է լինելու, որովհետև ժառանգելու ենք չարչրկված, փլուզված պետական համակարգ։ Տիկին Մելոյան, նաև եթե լինի, ժառանգելու եք նաև ընդդիմախոսների, ովքեր այսօր էլ կարծում եմ ինձ լավ գիտեք ինչ են խոսում առհասարակ ուժեղ Հայաստանի ինչ հարցերում են քննադատում, եւ ամենակննադատելի հարցերից մեկը ԿՊ-ի ներկայացրած այն է, որ օլիգարխիայի վերադարձ է լինելու Սամվել Կարապետյանի վարչապետության օրոք, եւ ոչ միայն որովհետեւ կարծես թե խոսում են ուղիղ տեքստով կարծես թե խոսում են ագենտ լինելու մասին, այլ երրորդ երկրին ծառայելու մասին։ Հիմա կոնկրետ ինչ պատասխան կցանկանայիք դուք տալ այս կոնկրետ երկու դրվագով, որովհետև չէ որ քաղաքացիական պայմանագիրը իր հետևորդներին ամեն դեպքում ունի։ Հիմա շատ է, քիչ է, կորոշեն հավանաբար ընտրությունները, որովհետև խոստանում են ազատ արդար ընտրություններ, բայց այդ մասին դեռ կխոսենք։ Հիմա հասկանանք Սամվել Կարապետյանի հետ կապված օլիգարխիայի եւ այլ երկրին ծառայելու հանգամանքը։ Վերջից կամ, հա, ձեր հարցադրման, այո, մենք անկախ քաղաքական հայացքից մենք քաջ գիտակցում ենք, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ունեն որոշակի քանակի իրենց համակիրները։ Ու այո, նորմալ է, որ քաղաքացիական պայմանագիրն էլ ունի համակիր, ու մենք գալիս ենք իշխանության, որ այդ մարդիկ էլ կարողանան ազատ, հանգիստ արտահայտել իրենց քաղաքական կարծիքը, բայց մենք չենք ատում իրենց։ Իրենք մերպես հայ են, մեր նպատակն է, որ մենք ի վերջո իրար հանդուրժենք ու համերաշխ կարողանանք ապրենք, շատ բարի, թող համակրեն այդ քաղաքական ուժին, բայց թող հասկանան, որ մենք էդի հիմք չի, որ մենք միմյանց ատենք, մեկ։ Երկրորդ, այդ օլիգարխ եւ ագենտ լինելը, ես կարծում եմ, որ ագենտ ասում եք առաջին հերթին կոնկրետ իշխանությունն է գալիս բոլորիս աչքի առաջ։ Օլիգարխ ասվածն էլ անգրագիտություն է մեր պարագայում, որովհետև օլիգարխը հունական արմատներ ունեցող եզրույթ է, տերմինաբանություն եկած է, օլիգարխային մարդիկ են, ովքեր մաս են կազմել իշխանության։ Սամվել Կարապետյանը երբեք ասում են ռուս օլիգարխ, երբեք Ռուսաստանի Դաշնությունում իշխանության մաս չի կազմել։ Ծայրահեղ անգրագիտություն է, օլիգարխները օրինակ իրենց իշխանության կազմում են, ապահովելու սեփական բիզնեսի կարիքները այն մարդիկ, ովքեր լինելու են օրինակ երկրի վարչապետ։ Կրկնեմ, օլիգարխները իրենց իշխանության կազմում են այսօրվա դրությամբ, մարդիկ, ովքեր թե սեփականատեր են, թե իշխանության մաս են կազմում, ոչ Սամվել Կարապետյանը
բացառապես նպատակ ունի գալու իշխանության, որպեսզի մեր երկիրը բարենորոգի։ Ինքը հայտարարել է, հա, օրինակ մի դրամ աշխատավարձով վարչապետ լինելու մասին, ինչպես հա իր վերջին տեսաուղերձում ասեց, ի վերջո պետք է դադարի այն իրականությունը, երբ որ պաշտոնյաները, իշխանավորները գալիս են, քաղաքացուն տուգանքի մատերիալ են դարձում ու քաղաքացու գրպաններից վերցում լցնում են իրենց գրպանները։ Գալու է այնպիսի վարչապետ, որ իր գրպաններից հանի եւ լցնի քաղաքացիների գրպանները։ Ես դրան հավատում եմ, պարոն Կարապետյանը իր հետագծով է ցույց տվել, որ ինքը այդպիսի մարդ է, որովհետև ինքը միշտ իր որտեղ է գտնվել աշխարհում, իր գրպանից հանել է դրել է հայ մարդու գրպանը։ Ու ես որպես կողքից իրենց ուժին, հա, իրենց ընտանիքին միացած մարդ, ու հիմնական նպատակն ու պատճառը այս քաղաքական ուժին անդամակցելու դա է եղել, դա իմ համար շատ խիստ վճռական, ճակատագրական որոշում է իրական, շատ դժվար տրված, որովհետև երբ ես տեսնում ես այն մասշտաբը, որը մեր հայրենակիցների հայերի համար պարոն Կարապետյանը արել է, դու չես կարող առնվազն, հա, գերշնորհակալության զգացում չունենալ ու անկախ այն հանգամանքից ուղիղ ես եմ եղել թիրախ այդ բարեգործությամբ, թե տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներ, ես երախտապարտ եմ դրա համար։ Անկախ ամենից ես կարծիք ունեմ այս առումով, որ եթե մարդուն մեղադրում ես ագենտ լինելու մեջ, պիտի կոնկրետ գործողություն դրանից հետո բխի, որովհետև եթե չի բխում գործողությունը եւ դա տևական ժամանակ է, ապա տրամաբանություն եւ հիմքեր չկար այդպիսի մեղադրանք հնչեցնելու։ Ուզում եմ անպայման կիսել իմ կարծիքով, որովհետև ուղղակի զարմանում ես, որ շուրջ բոլորը մեկը մյուսին մեղադրում են ու ոչ մի գործողություն սրան։ Գնայ, կայլ է, մի փոքր երկրորդ եմ էլի, դա դատարկա խոսություն է առավել եւս, երբ դու իշխանություն ես, երբ մեղնել, մուրճնել, կոտրկա, ագենտ են, լրտես են, բա ուր է հետևանքները։ Մենք որևէ մեկս կարծում եմ կես տոկոս կասկած չունենք, հա, որ մի փոքր հիմք լիներ այդ մեղադրանքների ներքո փաստական հանգամանք, հիմա բոլորը ինչ մեծ ցնծությամբ, ինչ գեղատեսիլ պատկերներով, տեսանյութերով կհետևենք այդ կադրերին, հա, իսկ իրենք տենց կադրեր մոնտաժելու վարպետներ են, այո, այս իշխանությանը մի բանով որևէ մեկը չի կարող հաղթել, այդ մանիպուլյացիաներով ու տեղեկատվական տեխնոլոգիաների խաղարկմամբ։ Իրանք դրանում առաջատար են, առավել եւս, երբ ունեն պետական ռեսուրս, իրենց դեղին մամուլով, իրենց ֆեյքային, օրինակ ես այս 8 տարիա ֆեյք եմ բլոկանում, մեկա իրենք կան։ Ես զարմանում եմ այդ քանակի վրա։ Ու հիմա նույնը այս իրավիճակում դա անպատասխանատվություն է, երբ դու պաշտոնատար անձ ես, մեղադրում ես դիմացիներին լրտեսության եւ նման գործընթացների մեջ ու դա անհիմն, հիմնազուրկ։ Եթե մի վառ օրինակ բերեմ, կհիշեք, հա, Բագրատ Սրբազանի դեպքը, նույնաբնույթ, չէ՞ փոխվում ժանրը։ Էլի երբ տենց հանրային աջակցության պիկներ, այո, այդ ալիքներ, էլի սկսեցին մեղադրել Բագրատ Սրբազանին ինչ որ գործակալական ցանցերի հետ աղերս ունենալու մեջ, ինքը ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ տվյալ անձը որևէ գործակալական ցանցի հետ աղերս չունի ու չի հանդիսանում գործակալ։ Սա արդեն իսկ վառ ապացույց է, ինչքան դատարկեն, սինեն ու մանիպուլատիվ են նման հայտարարությունները։ Տիկին Մելոյան, ինչ եք կարծում, եթե Սամվել Կարապետյանը չլիներ, մեկ այլ անձ լիներ, ուժեղ Հայաստանը կլիներ, թե չէր լինի այս թափը, այսքան մարդ, որ գալիս են ցույցերին, ընդհանրապես բոլոր դեպքերով, այսքան համախոհներ հեշտությամբ կհավաքվեին, եթե նրա անունը եւ նաեւ ֆինանսական հնարավորությունները չլինեին, որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ այս դաշտում առանց ֆինանսների հնարավոր չէ, թերևս նրա անդիմախոսներն էլ յուրաքանչյուրը բավականին պատկառելի հնարավորությունների տեր անձ է։ Գիտեք, մի հարց տվեցիք, որ կարծես ես առնվազն հանրային քննարկման առարկա չեմ դարձրել, բայց շատ եմ մտածել։ Մենք մարդիկ ենք, ովքեր հետպատերազմյան Հայաստանում, ես ինքս որպես անկուսակցական, հա, տենց անաչառ մարդով հարազատներ է պատերազմին կորցրել ու ընդհանրապես չեմ բարձրաձայնում, որովհետև այդ բոլոր զոհերն էլ ինձ համար անձնական են, եղել եմ առաջամարտիկ բոլոր շարժումների։ Ու ցավոք սրտի մենք չենք հաջողել այդ շարժումներից որևէ մեկում։ Ու ես շատ հաճախ հայտ հայացք եմ նետում
մտածում եմ ինչ կլիներ, եթե Սամվել Կարապետյանը այդ ճակատագրական նախադասությունը չասեր եկեղեցուն աջակցող, հիմա մեր քաղաքական դաշտում ինչպիսին էր իրավիճակը լինելու։ Ու ես շատ շնորհակալ եմ, նաև աստվածային նախախնամություն եմ համարում, որ պարոն Կարապետյանը կանգնեց, նա այն մարդն է, որ ավելի շատ եկեղեցի է կառուցել, քան առանձնատուն։ Ու կարծում եմ հենց իր բացառիկությունը սա շողոքորթանք չէ, սա մեծախոսություն չէ, սա մարդու հետագիծ է։ Մենք սիրում ենք, հա, հետին թվով մեծարել հայերին, սովորենք կենթանության օրոք գնահատել, այո, գնահատել ու ինքը իր հետագծով, այո, բացառիկ հայ է, բացառիկ է, որովհետև տենց երկրորդ հայ չկա, ով Հայաստանի գյուղում ծնված լինելով, բուհում սովորած լինելով, դպրոցում սովորած լինելով, գնացել աշխարհում 100-200-յակի շարքերն է համալրել։ Ու դա բնավ միայն ֆինանսական կարողության մասին չէ, դա մարդու կազմակերպվածության մասն է խոսում, դա մարդու հաղորդակցման հմտությունների մասն է խոսում։ Ուղեղի ճկունության, այո, գիտելիքի իրողություններին հարմարվելու։ Իրականում դա մի շարք հմտությունների համասփյուռ է, որը ընդգծում է տվյալ անձի բացառիկությունը եւ այո մենք հիմա շատ վատթար վիճակում կլինենք, եթե Սամվել Կարապետյանը չդառնար այս պայքարի, կրկին ընդգծում եմ, մեր պետականության գոյի համար պայքարի, մեր ինքնության պահպանման պայքարի առաջամարտիկը։ Տիկին Մելոյան, ես շատ հարգանքով եմ վերաբերվում ձեր անցյալ մասնագիտական աշխատանքին, թերևս մասնագիտական աշխատանքը համոզված եմ շարունակվում է այսուհանդերձ, եւ ուրախ եմ, որ թիմը համալրված է մասնագետներով, ինչը շատ կարևոր է, որովհետև առանց ոլորտի հասկացության, իմացության, խորքային գաղափարների իմանալու թերևս դժվար կլինի որևէ բան կառավարել։ Այսուհանդերձ ես կուզենայի խոսենք այն մասին, թե ինչ վերաբերմունք ունեք այն զանգվածի նկատմամբ համախոհների, ովքեր այս վերջին օրերին հայտնվեցին սկանդալների շրջանակներում, հա, հեռախոսային զրույցների առումով։ Այս ինչ բովանդակություններ, որքանով էր առնչվում իրականության հետ, ինչու մեղադրվեցիք եւ արդյոք հենց միայն սա է համարվում այն հիմքը, որով դուք ասում եք, որ խոչընդոտում են ընտրական արշավին լիարժեք մասնակցելու առումով։ Բարի, տեսեք, բնավ ոչ, որովհետև արդեն ժողովրդավարական դիտորդական առաքելություն գոյություն ունի, մենակ այն հանգամանքը, որ մեր քաղաքական առաջնորդը դեռևս շուրջ 10 ամիս ապօրինի ազատազրկված է եւ տնային կալանքի ներքո է գտնվում, գալիս է փաստելու, ինչպես արդեն միջազգային գործընկերներն էլ արձանագրել են, որ մենք անհավասար պայմաններում ենք, հավասարության սկզբունքը ընտրական գործընթացին մեր քաղաքական ուժի պարագայում խախտված է, որովհետև մեր քաղաքական առաջնորդը հնարավորություն չունի, ինչպես օրինակ բոլոր քաղաքական ուժերն են, քարոզչություն իրականացնելու ու առավել եւս եւ ակնհայտ քաղաքական հետապնդման արդյունք է դա մեկ։ Նկատի ունեմ ճնշումները, որ փուլային են, բազմաբնույթ են, բայց ամենաշատը շրջանառվեց այդ հայտնի ձայնագրությունները։ Հայտնի ձայնագրություններից ինչու չենք խոսում։ Օրեր առաջ այդ սկսեցին թիրախավորել մանկահասակ բալիկ ունեցող մորը։ Բայց չսկսեցին, չգիտես ինչու չեն քննարկում իրավական հիմքերը։ Ոչ ոք չասեց, այս ինչ անհեթեթ ձայնագրություններ եք մարդուն բերման ենթարկելու, ձերբակալելու, այնուհետև տնային կալանքի միջնորդության հիմքում դրել, երբ որ այդ ձայնագրությունները այնքան անհեթեթ էին, որ դատարանը հիմնավոր կասկածի բացակայությամբ դրանք ուղղակի անտեսեց, հասկանում եք ինչպիսին է իրավիճակը, բայց ինչ են անում, բնականաբար շրջանառում են այդ հաջորդիվ։ Հիմա այստեղ ինձ մի հարց է հետաքրքրում, հա։ Իրանք իրենց էլի կրկին ասում եմ, հա, պաշտոնատար անձինք, ովքեր ավելի կաշկանդված պետք է լինեն, քան մենք բոլորս, իրենց հռչակել են քննիչ, դատավոր, դատախազ, այդպես վերդիկտներա, որ տալիս են գնահատականներ, չկա նախաքննության գաղտնիք, չկա մի հատ անմեղության կանխավարկած, հա, մի հատ սպասեն տեսնեն, դա մեզ առնչվում է թե չէ, այդ ձայնագրությունները իրական են թե չէ, այդ ձայնագրությունների մեջ ներդրված մարդիկ արդյոք մեր համակիր են թե սադրիչներ են, մի շարք հարցադրումներ կա, որոնք դեռ բավականին երկար ժամկետից հետո կպարզաբանվեն, բայց բնականաբար դրանք մի նպատակ ունեն, մեր առաքինի պատկերը, որը իրապես այդպիսին է, հա, կրկին ընդգծում եմ, կարծում եմ երկրորդ կարծիք չկա, որ
մեր քաղաքական ուժը բարեվարկության ստանդարտներ է սահմանել ու ուշագրավ է, որ հենց քաղաքացիական պայմանագիրը կարծում եմ գնահատելով է դրական վերաբերմունքը հանրության հենց Նարեկ Կարապետյանի խոսույթի նկատմամբ իրենք հայտնեցին, որ բարեվարկության կանոնագիրք են ընդունում, որը շատ կարճ ժամկետում բնականաբար սկսեցին խախտել, որովհետև այդ բարեվարկությունը իծն է մարդու դաստիարակությամբ է տրվում ու չես կարող ժամանակավոր այն ձեռք բերել։ Հետևաբար, եթե կներեք ավարտեմ, այդ ձայնագրությունները բնականաբար հաճելի չեն, բնականաբար արդարացնելի չեն, բնականաբար ընդունելի չեն, բայց կան հարցադրումներ, հանգամանքներ, որոնք պետք է պարզաբանվեն, ու հենց դրանով է պետությունը լինում իրավական, որ եթե մարդը հանցավոր արարք է թույլ տվել, պետք է պատժելի լինի այդ արարքը, բայց դա մեր քաղաքական ուժի տրամաբանությունից բնավ չի գալիս։ Դատական գործունեությունից ինչպես հասկանում եմ, դուք եք դժգոհում իշխանություններ են, այսինքն ընդդիմությունն իշխանությունն էլ դժգոհում է մեր երկրում ընդհանուր առմամբ։ Ինչ կարող ենք փոխել, որպեսզի ինչ կփոխի ուժեղ Հայաստանը, որպեսզի այս երևույթը բացառվի, արդյոք քաղաքացիական պայմանագրի առաջարկած երթվյալ ատենակալների ներկայությունը իրավիճակ կփոխի այս առումով եւ ինչ դուք կառաջարկեք։ Այդ ես շատ դեմ եմ որպես մասնագետ, դա անհեթեթություն է երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդնումը մեր դատական իշխանության մեջ, դրա մասին կան բազմաթիվ գիտական վերլուծություններ, հոդվածներ, համաշխարհային պրակտիկայի ուսումնասիրություն, որպես կանոն դատական իշխանությունը երթվյալ ատենակալների ինստիտուտը իրեն երբեք չի արդարացնում մեր բնույթի հասարակություններում, երբ թվաքանակով փոքրաթիվ ենք, երբ գրեթե բոլորը բոլորին ճանաչում են, բոլորը բոլորի նկատմամբ ներաստույցության միջոցներ ունեն եւ առավել եւս երբ այսքան հիմա լարված միջավայր է տարանջատել, բաժանարար գծեր են տարել մեր հասարակության միջև։ Դատական իշխանության հետ կապված կրկին ասում եմ, էլի հիմնական խնդիրը օրենսդրությունը չկատարելու մեջ է։ Օրինակ, Բարձրագույն դատական խորհուրդը, որ 15 թվականի սահմանադրությամբ ստեղծված նորընտիր անկախ մարմին էր, ինչ գործառույթ հիմնական նպատակ ուներ դա դատավորների անկախության երաշխավորումն էր։ Բարձրագույն դատական խորհուրդը վահանից դատավորի վերաճեց դատավորի մահակի, հենց գլխավոր ճնշողը դարձավ։ Մի հատ նայենք, նախ ասեմ, դա մեր գնահատականը չի, սոցիալական տարբեր հարցումներ կան, տարբեր չափիչներով միջազգային հեղինակավոր կառույցների։ Մեր հասարակությունը էական տոկոսային հարաբերակցությամբ, եթե չեմ սխալվում, մինչև 70% անվստահություն ունի դատարանների կայացրած վճիռների նկատմամբ։ Սա մեկ։ Երկրորդ, մեր դատարաններում ինչ տեղի ունեցավ, այս քաղաքական միջամտությունների արդյունքում քաղաքական գործերով այն դատավորները, որ իրապես անաչառություն էին ցուցաբերում, ովքեր չէին ենթարկում քաղաքական իշխանության ճնշումներին, ովքեր հավատարիմ էին մնում իրենց խղճին, համոզմունքին եւ օրենքին, անմիջապես ԲԴԽ-ի միջոցով սկսվեցին այդ մարդկանց նկատմամբ ճնշումներ, սկսեցին նկատողություններ, սկսեցին լիազորությունները დგասեցնել, դադարեցնել ու բազմաթիվ հիմա վարույթներում գտնվող, այդ թվում մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող գործեր կան, որոնք արդեն ոմանք հաջողությամբ ավարտվել են ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Արդյունքում ինչ է տեղի ունենում, արդյունքում մի իշխանության քմահաճույքների պատճառով այդ միջամտությունների իր իշխանությունը իր աթոռը պահելու նպատակով մեր պետության հեղինակությունն է միջազգային ընկնում։ Տիկին Մելոյան, վերադառնանք թիմակիցներին, ճամբարափոխ թիմակիցներ թերևս բոլոր կուսակցությունները ունեն, այդ թվում նաև ձեր կուսակցությունը։ Ինչպես եք կարծում, սա գաղափարական ճամբարափոխություններ, թե ավելի շատ շահադիտական կամ հեռանկարները ավելի լավ են ուրվագծում ուժեղ Հայաստանի համար, սա դրանով է պայմանավորված, ընդհանրապես ինչպես եք վերաբերվում այս երևույթին։ Ես շատ կոպիտ եզրույթ է կարծում եմ ճամբարափոխ ասելը, իմ թիմակիցներս պրոֆեսիոնալներ են, հետագծով պրոֆեսիոնալներ են, ովքեր ինչ-որ ժամանակի, ինչ-որ նպատակներով աշխատել են տարբեր քաղաքական թիմերի հետ։ Ես ինձ թույլ կներեք իմ գործընկերներն են, չէի ցանկանա նման կոպիտ եզրույթներ, պիտակներ կիրառեինք, իմ գործընկերները կրկին ընդգծում եմ փորձառու հեղինակավոր մասնագետներ են, իսկ մեր առաջնորդը, մեր քաղաքական ուժը հայտարարել է, որ առաջնահերթություն է մարդու մաքուր ձեռքերը իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում։
Ես այս մասին խոսեցի ելնելով այն հանգամանքից, որ մեղադրվում եք նաև դուք եռագլուխ պատերազմի կուսակցության մեջ եւ այս ճամբարափոխությունները նաև պատճառ են, որ ասում են թե իրականում միասնականություն կա եւ անակնկալները կլինեն հետագայում։ Հիմա սա որևէ կապ ունի եւ ինչ անակնկալներ կարող են լինել հետագայում։ Ես շփոթում եմ, որովհետեւ դա արդեն զվարճալի է։ Տեսեք ինչ են անում, հա, էլի մարդկանց մանիպուլացնում են, մարդկանց թիրախավորում են, իրանք են եռագլուխը, ուղղակի հնարավոր է Հայաստանի համար թշնամի համարվող պետությունների հետ են եռագլուխ, մեր քաղաքական ուժը ունի կոնկրետ առաջնորդ, մենք մեր կարմիր գծերը հստակ հայտարարել ենք, ինչպես Նարեկ Կարապետյանը ասել է, մեզ համար համագործակցելի չեն այսօր խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերը։ Մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր նոր քաղաքական ուժերի հետ։ Մենք գնահատում ենք, շնորհակալություն ենք հայտնում բոլոր նախորդ իշխանություններին, հա, պատմությունը իրենց դրական կատարածի համար մեր Հայաստանի Հանրապետության պատմության, Հայաստանի Հանրապետության կայացման գործընթացում, բայց թե իրենց դրական, թե իրենց բացասական գործողություններին պատմությունը գնահատական կտա։ Մենք այս պահի դրությամբ նայում ենք դեպի առաջ, դեպի ապագա եւ կրկին հայտարարում եմ մեր քաղաքացիների համար։ Մենք ունենք առաջնորդ, մեր քաղաքացու, մեր աջակիցների քվեները գնալու են բացառապես Սամվել Կարապետյանին եւ թե այն մարդկանց, այն ուժերի հետ, ում հետ մենք համագործակցում ենք, մենք հրապարակային հայտարարել ենք։ Իրականում ուժերը շատ են, երբ ասում եք, հասկանում ենք, բայց անվանումներով դա նպատակ ունի մեզ վարկաբեկելու, դա նպատակ ունի քաղաքացիներին մոտ կասկածներ ծնելու, քաղաքացիներին, որովհետև տեսեք, Սամվել Կարապետյանը բավական այնքան բարձր վարկանիշ ունի ու այնքան հանրային դրական ընկալելիություն ունի, ես ինքս մեր քաղաքական ուժը երևի հետևել եք, տեսել եք, մենք պարբերաբար գյուղերում այցեր ենք կատարում ու չենք գնում դասական քաղաքական գործիչների նման, որովհետև մենք մեծամասամբ դասական քաղաքական գործիչ չենք, ինքս էլ, հա, մասնագետից նոր եմ ես ռենկարնացիան փորձում ապրել վերափոխումը։ Մենք գնում ենք մարդկանց հետ զրուցելու ու գույքագրելու խնդիրները համապետական, չեք պատկերացնում, իրապես արդեն իշխանության տրամաբանության մեջ ենք վեր ենք անում ըստ մարզերի, ըստ գյուղերի խնդիրները, մարդկանց պահանջները, փորձում ենք առաջարկներ դրանց համար ձևավորել։ Ու մարդիկ ծայրաստիճան դրական են մեր քաղաքական ուժի նկատմամբ ու առաջին հերթին հենց Սամվել Կարապետյանի նկատմամբ տրամադրված։ Հիմա իրանք խնդիր ունեն, չէ՞, դրական վերաբերմունքը, ինչ որ կերպ կասկածի տակ դնել, շեղել եւ այլն ու գալիս է դասական մեթոդը, հա, չարչրկված նախկինները եզրույթը լուծում տանք, հա, այս կասկածների հնարավորություն կա թե ոչ։ Ինչ կփոխի ուժեղ Հայաստանը, եթե լինի իշխանություն Նիկոլ Փաշինյանի որոշումներում եւ այն իրավիճակում, որում այսօր Հայաստանը գտնվում է։ Արտաքին քաղաքականություն, ներքին տնտեսական իրավիճակ, կոնկրետ ինչ ենք փոխում հստակ եւ հակիրճ։ Իսկ թվում է մեզնից հստակ ոչ մեկ չի տվել այս հարցերի ոչ մի ուժ, մենք խայ ենք փոխել։ Մեզնից հստակ որևէ քաղաքական ուժ կարծում եմ չի տվել դեռևս այս հարցերի պատասխանները։ Մենք պատական չէ, էլի խաղի կանոն փոխեցինք, այ հենց կարծես մշտապես մոտս բանում, 5 տնտեսական քայլերը բոլոր գրպաններում սարքա են։ Եկանք, սա տեսեք, ինչ ենք տվել, առաջինը մեծ աղմուկ բարձրացրեց մեր հստակ 5 տնտեսական քայլը։ Ինչու սկսեցինք այստեղից, հա, 300,000 աշխատատեղ, 20% ավելի բաչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսի համար, գյուղմթերման կայաններ, 20,000 մաչելի բնակարաններ ու համապետական մարզերով ցրված։ Սրանք մի խումբ են, որոնք փոխ լրացնում են իրանց։ Սրա տակ հարյուրավոր վերլուծություններով էջերա, մեծ ծրագիր է, բայց մենք sense մաչել ենք դարձրել, որպեսզի քաղաքացուն տանք մեր խոստումը, որպեսզի մարդը երբ վստահի մեզ, գա տա իր քվեն, հետո կարողանա այս քարտով պահանջի ասի, ուրա դուք մեզ էս խոստացել եք։ Պահանջատել լինի, մենք է հաշվետու, բայց մի հատ կներեք, սա էլա տրամաբանական շղթա, ինչի ենք 5 տնտեսական քայլերի սկսում, որովհետև մենք ասում ենք, որպեսզի Հայաստանը թիկունքը ուղի,
որովհետեւ մեր համար ամենաառաջնային հարցը, խնդիրը հիմա մարդիկ ուզում են փոփոխություն ու մարդիկ ուզում են որպեսզի երաշխավորվի իրենց անվտանգությունը։ Ամենաառաջնային խնդիրը անվտանգությունն է, որպեսզի մենք կարողանանք կայուն, երաշխավորված անվտանգային համակարգ ձևավորենք, տնտեսության զարգացում, եթե չկա անվտանգություն, որովհետեւ հենց դրանում է մեղադրվում հիմնականում այսօրվա իշխանությունը։ Մենք կիսում ենք, մեզ համար էլ առաջնահերթությունը անվտանգային համակարգն է։ Ռուսաստանի ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների հետ ինչ հարաբերություններ։ Կարելի է այս ավարտեմ անվտանգային համակարգ ունենալու անվտանգային պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, որովհետեւ բացառապես ուժեղ տնտեսությունն է ուժեղ անվտանգության հենասյունը։ Արտաքին հարաբերությունների, այո, ուժեղ անվտանգության առաջին բաղադրիչը մենք 6 քայլել անվտանգային ունենք սահմանված։ Ուժեղ դիվանագիտությունն է։ Մենք հայտարարել ենք առաջին, որ չենք սկսելու զրոյական կետից, որովհետև մենք տեսանք այս իշխանության զրոյական կետից սկսելու հետևանքները։ Երկրորդ, մենք հայտարարել ենք, որ մենք բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք վարելու, փորձելու ենք հավասարակշռել ու հակակշռել բոլոր խոշոր գործոնների հետ մեր փոխհարաբերությունները ու շտկել, չարչրկված, թարացված փոխհարաբերությունները։ Այսինքն այսօրվա իշխանությունը չի բալանսավորում, այն վնասել է եւ դուք ուզում եք վերականգնել։ Բնականաբար ես կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ, ու սա մենակ մեր խոսույթը չէ։ Մի հատ նայեք ու կարծում եմ մեր քաղաքացիները այդքան չեն հետևում բոլոր վերլուծաբաններին, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կլինի դա Ռուսաստանը, Ամերիկան, Վաշինգտոնը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, մենք այսօր ունենք միակողմանի զիջող հայկական շահը անտեսած իշխանություն, որը կրկին ասում եմ, բոլորի հետ շփվում է մի տրամաբանությունով, որ օգնեն իրեն մնա իշխանության։ Ինքը պատրաստ է ամեն ինչ հանձնել, բայց որքան այդ սահմանը հանձնելու։ Տեսեք, իրանք այս քարտեզները, որ բաժանում են, խորհրդանիշ են դարձրել։ Անկամ այդ քարտեզը վերջնական չի իրենց տրամաբանության, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ճանաչում է առանց ենթադրյալ անկլավների։ Օրինակ այդ անկլավը Տիգրանաշենը, Քյարքին։ Արդյոք ինքը գալու է հանձնի այդ անկլավը։ Ինքը դրա պատասխանը տվել է ըստ էության, որ այո, որովհետև ասել է, որ այդ տարածքի մեջ չի մտնում, այսինքն կորցրեց Արցախը 21 թվականին ասաց ժողովուրդ ընտրեք մեզ, որ գանք Արցախի ինքնորոշման իրավունք իրացնենք, թե չէ կկորցնենք Արցախը։ Ժողովուրդը վստահեց, քվեն տվեց, կորցրեցին, խաբեցին, ասում եմ, այս պայդրությամբ գործող կառավարության ծրագրում գլուխներ անվիրված, sense ամպագորգոր բառեր, ԵԽԽՎ Մինսկի համախմբի հովանու ներքո Արցախի ինքնորոշման իրավունք, Արցախի անվտանգության երաշխավոր եւ այլն։ Ուր է Արցախը։ Արցախը չկա, ասեմ ավելին։ Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է խարխլված։ Այդ իր բոլոր պայմանագրերի ներքո կներեք, ես էլ ավարտեմ հակերճ։ Իր բոլոր պայմանավորվածությունների ներքո այս պայդրությամբ ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտել են եւ գտնվում են մեր պետության, ինքնիշխան պետության տարածքում։ Այսօր հասցրել եք առավոտյան դիտել ուղիղ եթերը վարչապետի։ Բարեբախտաբար ոչ։ Անկեղծ ասած հիմա ես այդ զրուցում եմ, դե հասկանալի է, որ ամբողջ իրավիճակը միջև այդ էլ ես հասկանում, բայց հիմա ավելի հստակ դրվագներով տպավորություններ, որ կոնկրետ առավոտյան Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ձեր ուժի բարձրացրած հարցերին, նկատի ունեմ առաջարկների շրջանակում եւ կարծես բոլոր պատասխանները այս բոլոր թեմաների, որոնք դուք հիմա հնչեցնում եք, ինքը առավոտյան տվեց, խոստացավ, որ վաղ առավոտյան կշարունակի, այսինքն այն ինչ է խոստանում, ինչ է ասում քաղաքացիական պայմանագիրը, որը որ շեշտում է, որ օրինակ սահմանների առումով Հայաստանի Հանրապետության սահմանը ճանաչում է Խորհրդային Միության վարչական սահմանների շրջանակում։ Այսքանը արդեն Խորհրդային Միության սահմանները իմացողը հասկանում է ինչը կմնա, ինչը կգնա։ Ինչ եմ ուզում ասել, այսքան դժվարություն առաջացնելու փոխարեն հեշտ չէր ավելի լինի, եթե իրապես խնդիրներ է առաջացնում այս իշխանությունը ձեր կուսակցության, ձեր ուժի համար։ Ուղղակի չգրանցել ընտրական արշավին ձեր կուսակցությանը։ Եվ այսքան պատմությունների գիրկը չընկնել, չբացահայտվել ոչ իրենց խնդիրները, ոչ ձեր ուժը այսքան թափ հավաքել, որը որ հավաքել է։ Գիտեք, շատ սյուր է,
որ իրենք անդադ խորհրդային քարտեզներն են հղում կատարում։ Այդքան ռուսականությունը շահարկած քաղաքական ուժ է, բայց միևնույն ժամանակ արձանագրենք Մելասյանի համար, որ այդքան ռուսաֆոբիա, ռուսների հետ տենց վեճ մեզ Ռուսաստանի հետ ասոցացնող քաղաքական ուժը ամենաշատն է Հայաստանի պատմության մեջ, մեր Հայաստանի տնտեսությունը կախվածության մեջ գցել Ռուսաստանից, սա մեկ։ Երկրորդը հենց իմ ասածը է, այո, մենք չենք հերքում, որ դուք ասում եք խորհրդային միության տարածք քարտեզների տրամաբանության ներքո եք անում այդ սահմանազատումը։ Նախ այդ ուր մնաց այդ սահմանազատումը, տենց կոտորում եք Կիրանցում ապօրինի սահմանազատում արեցիք մինչև իրավական ակտերի ընդունումը, մի սանտիմետր դրանից հետո չեն արել 2 տարվա մեջ սահմանազատում։ Երկրորդ, հենց այդ խորհրդային քարտեզների տրամաբանությամբ մեր ինքնիշխան տարածքում այսօր ադրբեջանական զորքեր կա։ Եթե տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավասությունը այդ խի Ադրբեջանը դուրս չի եկել մեր տարածքային ամբողջականությունից, գլխավոր հարցը։ Արդյոք այդ խաղաղությանը ի վերջո այդքան էլ իրական չէ։ Հենց մենք գալիս ենք այս խաղարկելի կեղծ խաղաղությանը փոխարինելու իրական երաշխավորված խաղաղությամբ։ Այո, մեր օրակարգն է խաղաղությունը, բայց իրական խաղաղությունը։ Ու ի վերջո ինքը դեռ շատ հարցերի պատասխան պետքա տա, որոնք չունի։ Ու հենց ինչ անում է մի բան, որը իր մոտ ամենալավն է ստացվում։ Կեղծիք եւ մանիպուլյացիա։ Այնուամենայնիվ մենք ազնիվ ենք եւ մենք հստակ ուղիղ պատասխաններ ունենք մեր քաղաքացիների բոլոր հարցերին։ Տիկին Մելոյան, եթե շարունակենք խոսել, սա անverջ կտևի, շատ հետաքրքիր բովանդակալից է, այսօր մեր կուզենայի սահմանափակվենք հետեւյալով։ Նախ կա մի բան, որը այս թոհուբոհի մեջ, այս բամբասանքների, խոսքի մտքի ձևախեղումների շրջանակում շատ կարևոր հանգամանք է, բայց բաց ենք թողնում ենք բոլորս, անուշադրության է մատնվում մինչդեռ շատ կարևոր է, եւ ինչ կանխատեսումներ ունեք առաջկա ընտրություններին հետագա Հայաստանի հետ կապված։ Ես կներեք նախորդ հարցը չամփոփեցի մեր գրանցման հետ կապված։ Ես համոզմունք ունեմ, որ մեր քաղաքական ուժը գրանցելու են, բայց նաև ունեմ մտահոգություն, որ երբ այս ջղաձգումներից էլի վախերը ամեն օր ավելի ուժ գնանում են ու այդ վախերը դրսևորում են մեր քաղաքական ուժի նկատմամբ տարբեր միջամտություններով։ Երբ որ այս քաղաքական ուժը ռեալ հողի վրա զգա, որ ինքը չի վերընտրվելու, բնականաբար կան մտահոգություններ, որ օրինակ կարող է մեզ գրանցումից հանեն։ Այս սցենարի պարագայում իրենք ապա լեգիտիմացնելու են Հայաստանում ընտրությունները։ Ասեմ ավելին, այդքան հողում են կատարում միջազգային կառույցներին, մենք միջազգային կառույցների հետ կապի մեջ ենք, իրենք տալիս են արդեն գնահատականներ։ Ու այդ գնահատականների համասփյուրը կրկին կարող է կասկածի տակ դնել այս ընտրությունների լեգիտիմությունը, եթե իրենք նման ոճով շարունակեն աշխատել։ Օրինակ, այդ մի օրյա օրենքը, որ մեզ արդեն իսկ ստեղծված իրավահարաբերությունների պայմաններում թույլ չտվեց, ստիպեց անուն փոխել, հա, այդ պատկերացնում եք, մի հատ իրավիճակի լրջությունը, քաղաքական ուժը դաշինք է հայտարարում, անունն է հայտարարում, իրենք որոշում են տենց զարթնել, օրենք ընդունել ու թույլ չտալ դա։ Դա ծայրաստիճան հակաիրավական ու հակաժողովրդավար է, բայց այս ամեն ինչում ես մի բանի վրա կուզեի ուշադրություն հրավիրել։ Ուշադրություն հրավիրել մեր քաղաքացիների կամքի նկատմամբ միջամտությունների։ Ես տարբեր ահազանգներ եմ ստանում, որ արդեն իսկ մարդկանց սպառնում են, մոլորեցնում են, ասում են ընտրատեղամասներում գաղտնի տեսախցիկ ունենք, ձեզ նայելու ենք ում ընտրեցիք, կգնաք կնկարեք։ Հարգելի Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներ, մենք լինելու ենք բոլոր տեղամասերում, մենք ստուգելու ենք, վերահսկելու ենք, որպեսզի որևէ այլ ընտրանքային միջոցով ձեր քվեարկությունը չվերահսկեն, չեն նկարելու եւ դուք իրավունք ունեք չլուսանկարահանել։ Ասեմ ավելին, հիմա գրիչ չկա։ Ասում են նկարեք, եթե ստիպված եք նկարելու, դրեք իրենց քվեաթերթիկը, նկարեք, հանեք, ճղեք ու ընտրեք այն քաղաքական ուժին, որին ուզում եք ընտրեք։ Այլևս մենք գալիս ենք երաշխավորելու մեր քաղաքացիների ընտրական իրավունքը եւ ամենակարևորը՝ մի եղեք անտարբեր։ Եթե դուք չեք գնում ընտրատեղամաս, դուք ձեր ձայնը տալիս եք այս իշխանությանը։ Եթե դուք չեք գնում ընտրատեղամաս, դուք թույլ եք տալիս այնտեղ գնացողները ձեր ու մեր
ճակատագիրը կանխորոշեն։ Իսկ սա ուղղակի ընտրություն չի, սա իշխանության համար պայքար չէ, սա մեր պետության հետագա եղելիության, մնալիության ու ճակատագրի հարցն է։ Շնորհակալ Որը եմ։ կարծում եք ինչ եզրափակում կունենա։ Մեր հաղթանակով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանը եզրահանգումները ասվածից թողնում եմ ձեզ, կատարեք ձեր ճիշտ ընտրությունը, լինենք բոլորս առողջ, երջանիկ, պայծառ ապագայով Հայաստանի Հանրապետությունում։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ եթերաժամին, ցտեսություն։